То կարծում եմ, հա, հենց է։ Все, идет Ահա, запись. Ага. ահա, բախ դուխի չես երևում այդ հարց։ Եթե մի հատ նայենք։ Ստե քո վիդեոն անջատած այն մոտ ցույց տալիս։ Угу, угу. Да, у меня запрет стоит на это, поэтому. Это другое дело. Ага, окей. Не вижу никаких проблем с անջատենք։ Բարև ձեզ սիրելի իմ YouTube-յան հետևորդներ, դիտողներ, այսօր ես իմ թիմակից Լիկանյա Հեկատայի հետ եմ։ Այսօր մենք խոսելու ենք ուրեմն թվագիտությունից, այսինքն Վեդիմովսկի, հա, սենց ասեմ, թվագիտությունից, կոնկրետ ես պատրաստել եմ էլի, հա, նշանների հետ կապված, որ մենք տեսնում ենք խոսքի կրկնակի թվեր, դրա հետ է լինելու իմ մոտ, իսկ դու կխնդրեի Հեկատա ջան ներկայացնեիր այսօր ինչ թեմա ես դու պատրաստել էլի Угу, կապված տարու արկանների Վեդիմովսկի, հա, որպեսզի մեր հետևորդներն իմանան։ угу. Վիդեո պրոֆիլ, այդ չեմ հասկանում։ Կարող ես խոսել։ Ну, первый аркан у нас считается не первым, а нулевым, да, если мы будем его рассматривать, это шут, это ноль. Ноль– это зарождение всего и возвращение обнуления в том числе. То есть это есть начало, которое еще не началось, и это есть полный конец. Ես հասկացա քեզ։ Если смотреть в космологическом смысле этого слова, это то, что уже рождается Творцом, но еще не воплотилось в раз, то есть в единицу. Я есть. Այո, Поэтому даже аркан Шут, он такой довольно-таки интересный персонаж. Это мы видим, что мы видим мужчину, да, юношу, молодой юноша. Он идет вперед, այո, у него есть свои цели, он даже вот, он полон амбиций. դա здесь ստացա։ Какой-то Ինչի՞ է ձենդ կտրվում, կարողա կապը путь աճի։ будет, Ահա, куда он его приведет, не сильно его волнует. Вот, так сказать, ноль. Только нас тут глушит очень активно, я поэтому, поняла. возможно, Окей, окей. еще и из-за этого. А Զրոյի, потом, когда мы с тобой вместе встречаемся, нас с тобой всегда глушит. դա զրոյից նաև ծնվելա զրուն, դա նաև քաոսն է, չմոռանանք ուրանը, որ վերում է քաոսն է, ուրակ քարտի, որից որ ծնվելա, հա, մեկը, Мгм, այսինքն ինքը դուրակը, հա, երեխան, мгм, ով мгм, մայրանում է, հա, մայր հողը, мгм. Հաուսից երբ ծնվել է երեխան, դա ծննդաբերության մասին է, հա, բերիության, որը որ խոսում է մայրանալու, երեխա Այո, ունենալու, նոր երեխա, հա, դա աստվածային էներգիայի հետ կապ ունի, այո։ Ես կրկնակի թվերից պետք мгм, է խոսեմ, դու կարաս շարունակես, որովհետև կրկնակի թվերն էլ բավականին շատ այո։ հետաքրքիր է լինելու։ Մեկ արկանից կխնդրեի խոսեիր առաջի մոգ քարտից։ Մեկ Мгм. թվանշանի մոգ քարտից։ Маг. Маг– это у нас Էներգիաները իհա։ первая карта, как мы все с вами знаем, да, это единица, это я есть, и я могу практически все, и у меня для этого есть все. Я Սեստորի։ творец, я алхимик, Այո։ в моей власти практически все. Это да. Слушай, я так прерывается голос, я тебя не слышу.
Я не говорю, я тебя слушаю. Слышно тебя? А, все, ладно. Да, я люблю слушать. Ну, Да, раньше сейчас это слышу. и у меня не получилось, а сейчас я очень хорошо работал над этим. Я слушаю тебя. Я всегда умела слушать, я не умела разговаривать, проявлять себя. У меня в обратной позиции это все. Ну ничего, учишься, Так, ну учишься. что, мы с тобой друг друга дополняем. Конечно, это хорошо. А какой у тебя цифра? В каком месте родился? У меня двойка, я верховная жрица. Двойка. Они чувствуют на расстоянии. Но դու գիտես ինչպեսին ես, ուրեմն Да. մյուս երկուսներից տարբերվող ես, որովհետև իրանց չի կարելի մանիպուլյացիա անել այլ մտքերով, որովհետև ձեր մոտ պետք է իմանաս, հա, երբ որ դուք սկսում եք մանիպուլյացիա անել, այդտեղից սկսվում է ձեր մոտ ֆինանսային հոսքը փակվել։ Դու պետք է իմանաս այս մասը։ Դուք ես փակում ես դա։ Мгм. Գիտեիք, Мгм. Мгм. դուք Мгм. մենակ ես երկու Мгм. դուրս ընդունել Я եք։ вообще не люблю манипулировать, это вообще Հա, հասկացա քեզ, որովհետև դու գիտես իմ կայքում, а, իմ YouTube-յան էջում դու ինքդ տեսել ես, բոլոր հետևորդները տեսել են 11, 1, 2, ինչ եղավ, էլի կար այտենց, համենայն դեպս չեմ ուզում խոսել այդ մասին, լավ, համենայն դեպս սկսենք խոսել մենք թվերից տարոյին։ Энергия ինչպիսին է, я творец своего, Мгм. я создатель, у меня есть все инструменты, каждый переписывает свою Я создатель, այո да, յուրաքանչյուրը գրում է իր սցենարը да. կյանքի։ И если Ես լսում եմ։ Мгм. Мгм. Да. И если мы внимательно еще посмотрим на аркан, да, и единичку первую, то мы видим у него над головой символ бесконечности. Да, что наверху, то и внизу. Да, Это на самом деле очень интересно, что именно у единички поставили данный символ. Ведь по логике вещей и дураку дать этот символ, да? Почему да. все есть начало жизни? Да, да. Наверху, и я бесконечной цикличности всех процессов, которые идет у нас с вами продолжение как бы нуля, не так, да? То, что имеет начало, имеет свой конец и Это как, зарождается знаешь живость, как как? женскую матку, то единица Это как это дурак уже идет ребенок, то есть познакомиться. раз пришедший к свету. Смотри, это как, когда ты сказала дурак, извини, да? Что Так, у вас перебиваю. что по Это как дурак, новичок, вот так нужно Да, объяснить, да. да, идет познакомиться с все старшими арканами Таро. Вот. А, единица, Да. արդեն դա ինքը սովորել է, արդեն ծանոթացել է դրանց հետ подмастерье на все руки, да? Он может Мгм. писать свою судьбу. Вот так. Мгм. Дураку Мгм. мы говорим. Это Мгм. Да. խոսենք երկրորդ Мгм. տարբերից, Мгм. եթե Что ты сказала, прости? հաշվել պետք չի քեզ, Я ազատ подкаст, խոսի, все. հա, մենք ազատ Да. Ну, вторая карта. Ха. օրինակ, մեկի Э, էներգիայի ага. մեջ Вторая карта это у нас верховная жрица. до Циф второго, извини, մեկ քարտը նաև ինչի հետ կապ ունի։ Vonse, слушай, на կատարվում ահավոր ձևի։ Ես մեռա տեղը փոխելով, բայց կարծում եմ քո Հա։ մոտից այն մոտից չի էլի, լավ է հիմա։ Մեկ կարта ինձ համար կապ ունի, что уже это не просто
Ты знаешь, нас тут глушит. Это вот факт, TikToker прямо, к կարող է сожалению, вот с этим տեսնել мы ничего не TikToker։ можем поделать, что и провайдеров меняем, что и это, ну, короче, у нас сейчас такая ситуация. Մեկը նաև ինիցիատիվ անա, Энерго- չէ՞։ Да, да, это инициатива, это инициация как раз и инициатива. Очень интересно, что эти 2 слова так близко даже по значению, потому что уже если мы будем рассматривать двойку, да, жрица, то это Երխոքունություն։ уже идет инициация. А Հա, здесь он уже как бы проявляет свою инициативу встать на путь более высокий, более глубокий и духовный. վիբրացիա, да։ Поэтому вот такая интересная картина С моей точки зрения, смотри, наблюдается. Вообще, первый если аркан– это посмотреть тоже всю единица, да? Очень карту мощный Таро аркан, старших арканов, это как жизнь человека. да. А вот второй Да. идет Верховная Жрица. Так, ну, Это про двойка. учение. Двойка это уже человек. Ага. Сакральные знания. Двойка– это еще и Луна. Там Мать Луна. концентрация энергии. Да, здесь много чего, да, есть Это еще тайные знания, и сакральные Луна, знания, да. Это принятие, умение принимать этих энергия, Луна лежит в позиции чаши, что говорит о том, что человек открыт к принятию этих энергий. да, И если внимательно посмотреть на цветовую гамму, обычно жрица с одной стороны у нее черный столб, ну, это будет у нас мужское и женское начало с этой начало, стороны. да, А если с каббалистической точки зрения, то это, как говорят ведьмы, левый и правый путь. А жрица находит, да, человек, чтобы не нарушить космологическую, как бы, вот, должен следовать именно срединному путю. да, А, вот. Если говорить простыми словами, мирской язык, то сколько позитивных, да, да, направленных на плюс, например, приумножение денег, любви и все такое, тут он сделал столько же чисто. Например, карта говорит и о принятии факта существования в этом мире должен быть баланс. Даже в мире, если мы смотрим с точки зрения как бы экосистемы, да, если, не дай бог, да, там какое-то животное исчезает, идет преобладание другого животного, да, животного, и все это приводит к какому-то некому хаосу. То есть ничего хорошего мы не видим ни от плюс, ни от минус, минус, когда что идет в десанте. Все должно быть. Да, да, да. И растения, и даже рассматривать, да, коралловые рифы. Вот. число Так, здесь вибраций потом идет 3, у нас императрица, тройка. да, Если мы смотрим с позиции шута, то он... Мгм. Да, число вибрации 3. 3 это является уже э, э, божественное, ну, одно из божественных чисел, тройка, да. Не да, зря говорят, и Бог любит троицу, и троица вообще, и триединая богиня. То есть во многих культурах ведь это число, это сакральное число. Вообще конечно, я про это числа буду с говорить единицы сегодня. до 3 числами божественными числами. Смотри, перебивать буду, потому Все что остальное уже начнем идет как мы бы комбинация божественной с энергии. комбинацией чисел. Смотри, ты будешь говорить, да, Так, если про эти вибрации чисел, а я буду будем добавлять смотреть очень императрицу, интересные эм,
В этом направлении, да, у меня единица вот в моем чашке. Я кофе выпила, у меня Мгм. единица и восьмерка. Это мое число. А, 18. Прикинь. мгм. Вот. Не знаю, вам видно. Вот единица у меня. Класс. И вот сюда Ля. восьмерка. Вот. Смотри. Мгм. На армянском знаешь, да? Կրկնակի թվեր լսած կլինես Да. աշխարհների Հա։ եւ պատգամների հետ կապված։ Այսինքն, նայ նումերալոգիայում Мгм. Սավեդմովսկին եմ ես բացատրում։ Мгм. Բարդ թիվը միշտ վերածվում է պարզ թվի, գումարման միջոցով, հա, տենց են անում։ Սա չի վերաբերում հենց ծննդյան մատրիցայի Այո։ մասին, որ մենք խոսում ենք։ Քանի որ դրա մեջ գրված է ամբողջ կյանքի ծրը Мгм. մատրիցայում, հա, իսկ ինչ վերաբերվում է մարդու անվան, կոդին, Мгм. իրադարձությանը կամ որևէ իրի, ապա այս թիվը միշտ կարող է լինի պարզ։ Мгм. Բացի այն դեպքերից, երբ թիվը կարա լինի կրկնակի, հա, ինչի մասին եմ խոսում ես, կրկնակի մարդիկ կարող են Мгм. տեսնել, ինձ շատ են ասել, ասենք, որ մենք տեսնում ենք դա նումերալոգիայում երբեք չի կրճատվում, այսինքն չի պարզեցվում։ Ստե կրկնակի թվի մեջ Мгм. կրկնապատկվում է Мгм. այն վիբրացիան, որը միգուցե շատ մարդիկ չգիտեն, որը հենց կառավարում է դա։ Սա ինչ է նշանակում, ոչ միայն այն, որ այդ մոլորակի ազդեցությունը կարող է Мгм. դառնալ երկու անգամ ուժեղ, այլ նախ եւ առաջ այն, որ կրկնակի թվի մեջ կարող է միանա հենց մոլորակների, Мгм. հա, կամ մոլորակի չդրսևորված երկվորյակը։ Այսինքն մոլորակային Мгм. երկվորյակները, որ Мгм. ասում են, ովքեր են դրանք։ Ժամանակին այս մոլորակային երկվորյակների մասին գիտելիքը զուտ միստիկական ա եղել, այսինքն իրենց ներկայացրել են գաղտնիք, որին կարող են տիրապետել միայն նվիրյալները, Мгм. մենք, կարծում եմ հասկացար։ Իսկ հին միստիկների ստեղ հիպոթեզը հաստատված է եղել գիտականով։ Мгм. Мгм. Այսինքն Мгм. գիտնականները բացահայտել են, որ յուրաքանչյուր տարրական մասնիկ ունի իր երկվորյակը։ Мгм. Բնական է, տենց է։ Եվ այդ երկվորյակին հնարավոր չէ, հա, որսալ նույնիսկ Мгм. ամենաճշգրիտ սարքերի օգնությամբ։ Նայե, կրկնակի թվեր այլ աշխարհների այս պատգամների մեջ նումերալոգիայի Мгм. բարդ թիվը միշտ վերածվում է պարզ թվի։ Ստեղ ինչով գումարման միջոցով, հա, սա չի վերաբերում հենց ծննդյան մատրիցային, ինչպես ես Мгм. ասացի, որովհետև ես երեք այդ մասին տեղեկացրել եմ, որ Պիթագորի այդ թեորեման Мгм. չի անցնում, դա չի աշխատում հին մատրիցան։ Սա ուրեմն կարան ասեն, որ գրված է ամբողջ ծրագիրը, հա, Այո։ իսկ ինչ վերաբերվում է մարդու անվան կոդին, ըստ իրադարձությանը կամ որևէ իրի, այդ թիվը միշտ կարող Мгм. է բավականին պարզ։ Բայց դեպքերից պարզվում է, երբ թիվը կրկնակի է, պետք է դու հասկանաս դա ինչի համար է, հա։ Мгм. Կրկնակի թիվը երբեք չի կրճատվում։ Այս մասին միգուցե շատերը չգիտեն։ Այո։ Խի, որովհետև կրկնակի մարդիկ լինում է, չէ, կրկնակի թվեր են տեսնում, Мгм. ոսկի 7-7-777, 33, 33, չեն հասկանում, կամ 14, 14, Հա, ես հա։ տեսել եմ, որովհետև կրկնակի թվի մեջ կրկնապատկվում է այն մոլորակի վիբրացիան, որը կառավարում է դա։ Սա ինչ է նշանակում, ոչ Мгм. միայն այն, որ այդ մոլորակի ազդեցությունը կարող է դառնալ երկու անգամ ուժեղ, այլ նախ եւ առաջ այն, Мгм. որ կրկնակի թվի մեջ միանում է մոլորակի չդրսևորված հենց երկվորյակը։ Ովքեր են դրանք, ես ուզում եմ մի փոքր կարճ ասեմ, հետո կանցնենք այս թվերին, դու մեկից Мгм. խոսած, խոսքի ես 11-ից կխոսամ, սենց կսկսենք, հա, որ հետաքրքիր ավելի լինի ու մարդիկ Мгм. Հա, հասկանան հա։ մենք ինչի մասին ենք խոսում։ Շատ։ Ստեղ ժամանակին մոլորակային երկվորյակների Мгм. մասին գիտելիքը զուտ միստիկական է եղել, ասի, հա, որովհետև ներկայացրել են գաղտնիք, որ Мгм. կարող էին տիրապետել միայն, ասում են, նվիրյալները։ Իսկ հին միստիկների հիպոթեզը հաստատել է դա գիտականորեն։ Իսկ գիտնականները բացահայտել են, որ յուրաքանչյուր տարրական մասնիկ ունի իր երկվորյակը։
Այդ երկվորյակին ասում են, որ Мгм. հնարավոր չի որսալ նույնիսկ ամենաճշգրիտ սարքերի օգնությամբ։ Նայ, հնագույն աստղագետները, տենց են չի ասում, կամ աստղագուշակները, մաթեմատիկոսները, միստիկները կռահել էին հենց երկվորյակների գոյության մասին ըստ նրանց վիբրացիաների, ազդեցության։ Ստե գոյություն ունի Արեգակի երկվորյակը, Լուսնի, Мгм. Մարսի, Վեներայի եւ մյուս մոլորակների երկվորյակները, որովհետեւ նրանք գտնվում են ոչ թե մեր տիեզերքում, Мгм. այլ ամենամոտ չափման մեջ, որը հենց միստիկորեն անվանում են հոգևոր աշխարհ։ Իսկ ստե կրկնակի թվերի մեջ հենց դրսևորվում է անտեսանելի մոլորակների ուժը։ Հա, երկվորյակների մոտ գիտեիր ես մասին։ Այո, Բոլորովին այո, այլ էներգիա, կարալ ես քիչ շատ եմ էլ լսում։ հա, որովհետև նրանց հատկանիշները հաճախ հակադիր են նրանց, որ Այո, այո, այո։ բնորոշեն ստեղ դրսևորված մոլորակին։ Դրա համար էլ 6-ը կարող է խորհրդանշել Мгм. այնպես գեղեցկության, այնպես էլ տգեղություն, իսկ երկուսը ինչպես սեր երեխաների հանդեպ, այնպես էլ ատելություն նրանց նկատմամբ։ Мгм. Իսկ երբ մենք խոսում ենք թվերի համընդհանուր, նշանակության մասին, մենք դիպչում ենք Այո։ թվերից թվերային կոդին։ Мгм. Երկվորյակը մոլորակի օրինակ ստվերն է, Мгм. բայց այդ ստվերը պատասխանատու է ոչ միայն բացասական հատկանիշների Мгм. համար, իսկ տարածության, հոգևոր աճի համար ստեղ հաճախ կրկնել են, որ մարդիկ պետք է Мгм. շնորհակալ լինեն երկնքին ոչ թե բարիքների, այլ դժբախտությունների համար եւ գնահատեն իրենց մեջ ոչ թե դրական կողմերը, այլ թերությունները։ Շատ մարդիկ դա կարող է չհասկանան, թե այտենց մի հատ մասնագետ Мгм. ա եղել Գարսիելային ասել, թե ինքը ինչի համար է դա նկատի ունեցել, որ բավականաչափ չմեծանան։ Նայ, կրկնակի թվերը դա աշխարհների հետ է կապված։ Мгм. Ես մի փոքր սկսեմ ստեղ այդ մասին խոսել, որպեսզի դու հասկանաս, որպեսզի ավելի քեզ պարզ լինի։ Նայ, մարդու մոտ ամեն ինչ հաջող է, դասավորվում։ Мгм. Եվ նա հրաշալի ու պոզիտիվ կարա լինի ըստ էության, այլևս ապրելու պատճառ չունի։ Այո։ Այսինքն, ինչի համար, նա հասել է ամեն ինչից գոհ է, նա ավարտված է, Այո։ հետևաբար մեռած։ Մարդուն առաջ շարժել ստիպում են Мгм. ինչը, կամ դժվարությունները, կամ Мгм. անբավարարվածության զգացումը, չէ՞։ Այսինքն մենք մարդիկ ենք, չէ՞, մարդիկս պետք է ունենանք Мгм. տարածություն Мгм. աճի համար, եւ այդ տարածությունը կարող է բացվի մեր առջև միայն այն ժամանակ, երբ Мгм. մենք ստիպված ենք լինում փոկել մեր 5-րդ կետը բազմոցից եւ գնալ ինչ որ բան անելու, Ստեղ ստվերային երկվորյակը հենց տալիս է ինչ մեզ Այո։ աճելու հնարավորություն։ Իհարկե ոչ թե ամեն փորձությունից, մենք ստեղ Мгм. պատվով պարտադիր դուրս գանք։ Այո։ Մենք ըստեղ հաղթանակին բաժին կարա ընկնի 10 պարտություն, բայց մեզ սովորեցնում են եւ կոփում են հենց պարտությունները, Мгм. այլ ոչ թե հաղթանակները։ Սա պետքա մարդիկ հաշվի առնեն։ Հենց այդպես էլ պետքա վերաբերվել այն դժբախտություններին, որոնք պատահում են մեզ հետ։ Եվ մենք պետքա նայենք սեփական մեր թերություններին, որպես թաքնված ռեսուրսի, որպեսզի հասկանում ես մարդիկ կան, վատը անընդհատ վատը սենց մտածում, Мгм. չեմ մտածում այդ վատն էլ իրանք կարան սարքեն ռեսուրս, լավ իմաստով, որպեսզի տեղ լինի շարժվելու, Այո, իհարկե։ հասկանաս դու Լավ ողջ, իմաստով, այո, հա։ օրինակ երկուսիդ վերաբերյալ, եթե մարդ տեսնում է 22 թվանշանը, 2 հատ 2, ինչ կարա դա նշանակի, Мгм. ներդաշնակություն, որտեվ այդպեսի Мгм. մարդ, իսկ եթե ներդաշնակ չի, հասկացնում է, դու պետք է ներդաշնակ լինես, Կանայք որպես լուսնային, մայրական Мгм. էներգիայի կրողներն են, այսինքն ներդաշնակ պետք է լինել կրկնակի, որովհետև նման կանայք աստվածուհու տպավորություն են Այո։
Շատ մարդիկ կարող է սա Мгм. հասկանան, հա։ Նրանք Мгм. կարան լինեն հանգիստ, նրանցից արժանապատվություն եւ ուժ կարող է ճառագել, եւ այստեղ աշխարհում ոչինչ ունակ չի, հա, նրանց ունից հանելու։ Այստեղ 22 թիվը կարա ինչ անի, խորհրդանշի ոսկե միջինը։ Այս թվի մարդը կարա չընկնի Мгм. ծայրահեղությունների մեջ եւ միշտ պետքա փնտրի փող սիճում, հասկացա՞ր։ Նման մարդկանց ստացվում է լավագույն ղեկավարներ ու Мгм. Мгм. գործիչներ, որովհետև նրանք կարող են օժտված լինել հազվագյուտ ձիրքով, Мгм. հաշտեցնող թշնամական կողմերին եւ գտնեն այնպիսի լուծումներ, որը կգոհացնի բոլորին։ Իսկ ֆինանսական առումով ստեղ նրանց մոտ ամեն ինչ միշտ բարեհաջող Мгм. կարա լինի, նշանն է ցույց տալի, հա, 22 թիվը ում մոտ դա պարզ սենց որ այսինքն արարիչը լեզվով խոսում է քո հետ, եթե դու պատահական մի քանի տեղ տեսնում ես դա կարա ֆինանսական հարցում լինի բարեհաջող, որովհետև երկուսները Мгм. մարդիկ ստիպեն խելամտորեն վերաբերվել իր գումարի հետ։ Այսպիսի մարդիկ ավելորդ ծախսեր չպետք է անեն, բայց նաև ժլատ չպետք է լինեն, Мгм. հա։ Պետք է տնօրինեն իրենց միջոցները այնպես, որ դրանք բավականացնեն Мгм. ամեն ինչին, եւ դեռ մի բան է, ստեղ պահուստ պետք է մնա չպետք է վարկեր վերցնեն, չգիտեմ, գիտեիր, չգիտեիր, որովհետև ստեղ Мгм. պետք կարող Мгм. է տա իրանց այն ամենը, ինչ Այո, անհրաժեշտ է, ճիշտ ժամանակին։ Իսկ կողքից կարող է թվա, թե այս բախտավորների համար ինչ որ մեկը այո։ կապիտում է, նրանք ունեն եւ լավ աշխատանք եւ տուն, հա, եւ հրաշալի ամուսին, բայց Мгм. իրականում այն ամենը, ինչ այսպիսի մարդիկ ունեն, Мгм. նրանք հավասարակշռության արդյունքն է լինում։ Որպես զգուշացում, եթե 22 թիվը անընդհատ տեսնում են եւ իրանց հետ մեծ կապ ունի, ծնվել են այս թվերին, երկուսների երջանկության գաղտնիքը հավասարակշռության մեջ է, որը չի կարելի խախտել նույնիսկ մի փոքր, հա։ Իսկ այդ հավասարակշռությունը պահպանելը հսկայական ներքին աշխատանք է։ Ստե պետք է Мгм. պատկերացնեն իրանք, հա, Լարսախաղցի, որ ձերքին ինչ որ ձող բռնած կարող է խոսքի քայլում է, խորը ինչ որ Мгм. ակումբի վրայով, իսկ ստե հավասարակշռություն կորցնել այդպիսի մարդկանց համար նշանակում է ինչ, նաև նեգատիվն է, անխուսափելի կործանում, հասկացար, որովհետև ստեղ ինքը պետքա կատարյալ հավասարակշռություն ունենա ամեն Мгм. ինչի մեջ։ Այո, Հիմա 3-ից դու խոսի, արդեն ես 33-ից կխոսեմ, որ մարդիկ եթե տեսնում են։ այո, Անի, հա։ խոսի երրորդ արկանից, Երека это уже как я уже сказала, божественное число, да. հարիևորդի և Да, սուրբի որդի։ это идет уже, есть здесь, 2 момента есть. Если мы рассматриваем аркан, то это чуть-чуть одно видение, да. Если мы с вами, смотрим как цифру единицы, в ведьмовском плане, то это чуть другое. Ահա, Если ведьма соединение, как бы Бога, как материнское духовное вместе, они как бы формируют. Если мы будем рассматривать с позиции, как шут идет в твоей жизни и даже тройки, то здесь он после того, как получил глубокие знания духовного мира, он здесь եղա, начинает устроена сама земля, то есть имеет, чтобы она մայց, давала плоды, урожай, как ухаживать за ней, чтобы не было засухи. То есть вот здесь эта карта мать, да, это понимание матери земли, вот самом глубоком ее понимании, я с тобой не в согласна. эксплуатационной как бы системе, да, а наоборот. Как это очень глубоко на самом деле, вот понимание вот этого аркана. Как сделать так, чтобы ты и получал плоды,
с одной стороны, да, но и не был таким паразитом, Да, конечно. постоянно берущим, да. И здесь мы что видим? Здесь императрица. Императрица это женщина, которая, и она дарующая. Себя ценит. Она очень ярко выраженная вообще. Да, да, здесь очень выражена материнская энергия, здесь энергия Венеры очень так активно проявляется, но в аспекте именно материнства, Да. дающая жизнь, дающая ресурс а, а, Энергии и все блага, этого мира. которые есть Да. и могут быть. Вот так. Да. Женщина, Э, смотри, есть люди, Энергия которые плодородия. женятся Плодородие и в жизни, если вот плодородии. Да. А есть люди, ну, которые, например, да, замуж это и пришла. касается именно земного воплощения. Это матрица именно Земли. Здесь, если мы те карты рассматриваем, что ты сказала? Сейчас обрывается. Я говорю, я с тобой согласна. Не надо, смотри, энергия, Все, да, все, это все, все. У тройка. нас очень плохая связь. Да, если Мгм, хочешь, чтобы всегда мгм. у тебя был фундамент, это еще и про фундамент говорит, да, смотри, на одноминутную, да, Потому что что-то Земля, да, да. заработать и так далее, это не, ты так не будешь процветать. Все-таки это тройка, надо фундамент, да, для себя Мгм. ставить, чтобы это было Да, долгоиграющим, да, фундаментальным, а не только за 1 минуту, да, по-хитрому ты. да, Так не работает этот аркан. И человек будет идти да, вниз, а не да. Это не лотерейная, вверх. не лотерейная удача. Э, Да. Давай я буду говорить на 33. Ես կխոսեմ 33-ից։ Սա ինչի մասին է խոսում 2-3։ Տեսնում ես, ստեղ ավելանում է 2-3, եթե Мгм, մեն 33-ը։ 2-3-ները ստեղ կրկնակի мгм, մասին, հա, мгм, Մարսն է, Մարս մոլորակը գիտեիր, ինչպես հայտնի է, պատասխանատու նվաճումների, նոր мгм, բացահայտումների, мгм. պաշտպանության եւ հարձակման համար, որովհետեւ 2-3 թվի նպատակը կառավարման տակ գտնվող մարդու առաքելության մասին է խոսում, արդարության վերականգնման, երբեմն շատ կուշտ եւ ագրեսիվ ձևով։ Եթե Мгм. խոսքի օրինակ, եթե երկուսները ներսում կա ինչ որ ներկառուցված հավասարակշռվող սար, ապա ստեղ 2-3-ների ներսում կա ներքին կամերտոն, որը կարա թույլ տա Мгм. ճանաչել ցանկացած անարդարություն Мгм. կամ սուտ, հա։ Նայ, ցանկացած անազնվություն, խաբեություն, բռնություն, Мгм. որովհետև նման մարդուն հնարավոր չի խաբել, պատշաճ տեսքով, հա, կամ ճիշտ բառերով։ Ստե նկարազգա դավադրությունը եւ անմիջապես բացահայտում անի։ 2-3 նաեւ Мгм. կարող են տեսնել, որպեսզի մարդը հասկանա այս մասին։ Մասնագիտական ուղին միգուցե ինչ որ բան պետքա փոխվի մարդու, հա, հենց դրա Мгм. համար է մարդը տեսնում այս թվերը։ Դա իրավաբանության հետ կապ ունի, 2-3-ներից կարան ստացվեն լավագույն իրավաբանները, քննիչները, փաստաբանները, Мгм. սակայն ասպարեզում նրանք հազվադեպ լինեն փառահեղ Мгм. կարիերա անեն, քանի որ յուրաքանչյուր իրավաբան ստիպված կլինի հաշտվել անարդարության հետ, իսկ երբեմն Мгм. միգուցե պաշտպանել խաբեբաներին ու մախինատռներին, այսինքն 2-3-ները երբեք դա չեն անի, հա, հասկացար, նրանք ավելի շուտ ստե կոնֆլիկտի մեջ կարան մտնեն, որովհետև Մարսն է, Այո։ Мгм. ողջ Мгм. իրավական համակարգի հետ, քան կդրժեն իրենց սկզբունք։ Мгм. Հենց այդ պատճառով էլ նրանք պետական մարմիններում երկար չեն մնում։ Մասնավոր Да. խուզարկություն կարա լինի, սա հենց նրանց համար է, Мгм. երեքների համար շատ կարևոր է կախում չունենալ ոչ Мгм. մեկից։
Այդ դեպքում նրանք կարան լսել իրենց ներքին ձայնը եւ հետեւել նրանց հրահանգներին։ Իսկ որպես զգուշացում, նաև զգուշացում կարող է գա, եթե 2:33 են տեսնում, հա, ստե արդարություն հասնելու ձգտման հետ կապված այս թիվը, եթե մարդիկ տեսնում են, շատ մեծ է, որը նրանք երբեմն կարող է չհասկանան, հա, թե ինչ են անում իրանք։ Հաճախ վերականգնելով արդարությունը, նրանք դա կարող է անեն այնքան կոշտ, որ միայն վատթարացման իրավիճակ ստեղծեն։ Դրա համար նրանք շատ կարող է բարկած կոտ լինեն, հակված լինեն բռնության, եւ նրանց առաջի ռեակցիան ստեղ հարվածելը կարա լինի, իսկ երբեմն սպանելը։ Իսկ եթե նրանք չսովորեն կառավարել իրենց բարկությունը, ապա կհայտնվեն շատ տակաչ իրավիճակներում։ Այսինքն 2:3-ներին ստեղ անհրաժեշտ է կատարելապես տիրապետեն իրենց հույզերին, եւ այստեղ նրանք պետք է դա սովորեն հատուկ կերպով։ Հասկացա՞ք։ Ստե 22-ը պետք է, այսինքն պահպանի հավասարակշռությունը հոգևորի եւ կանի մեջ, իսկ 33-ը պետք է սովորի զսպի, հա, իր բուրըն արդարացությունը եւ իր ագրեսիան։ Անցնենք հաջորդը, դու ասա։ Բոլորի մասին։ Ես կուզեի գիտես մի հատ հետաքրքիր բաները պատմել 33-ի։ Ուզում եի հետաքրքիր բան է պատմել 33 թվի մասին, շատ հետաքրքիր կլինի, եթե մեզ Ալոնան էր պատմել։ Երբ որ մարդը դառնում է 33 տարեկան։ Так сказать, էդի համարվում է, որ Հիսուսի տարեթիվն էր 33, չէ, երբ որ իրան բան արեցին, սպանեցին։ Բայց մարդու կյանքի մեջ 33 թիվը именно день рождения 33 есть, когда исполняется. Очень интересно. Որտեղ այդ համարվում է кармическая как бы точка души, то есть до 33 лет ինքը մեզ ասում էր, որ մարդու հոգին отрабатывает անում карма своего рода. Եթե ինչ վատ բաներ է եղել իր կյանքում, քիչ փող աշխատել կամ շատ է հիվանդացել մինչև 33 տարեկան, էդի ինքը ոնց որ իր родовой систеման էր մաքրում, то есть отрабатывал карму родовой системы. Իսկ շատ հաճախ ինքը ասում է, երբ որ մարդը այդ ռուբեժը перескакивать է անում 33-ից հետո, արդեն սկսում է իր կարման, իր կողմ ֆռալ։ Ու շատ հաճախ ասում մարդիկ իմենը դեպի լավ գնում են 33-ից հետո։ Это уже его личная заслуга, его личная карма души կողմով։ Մինչև 33 հասկացա ես քեզ։ Հասկացա։ Խոսենք 4-ից։ Հա։ То есть շատ մարդիկ չեն հասկանում խիալինում 4-ը։ 4, значит 4 это очень интересное число, причем да, причем это число интересно во всех культурах, во всех мифах. Имеется в виду, что у нас основополагающие как бы 4 стихии, если мы не будем сейчас углубляться в метафизику, число 4, да? Число 4 это 4 края света. Да. Кстати, число 4 очень не любят китайцы. В китайской метафизике это у них число смерти. Даже на дверях своих они 4, насколько мне говорят, не боятся. Я знаю. Вот, ну про 44 ты скажешь, насколько это совпадает с китайской метафизикой. Да. Вот, ну, если мы будем смотреть карту и император, здесь уже идет ярая мужская сила. Если императрица была отдающая как мать, здесь уже идет отец, который довольно-таки рассудительный, очень строгий. У него, в принципе, не забалуешь. Если императрица как
женская энергетика может намного закрыть глаза и простить детям, то император этого делать Не будет. Будет агрессивно. он очень агрессивный, но очень строгий, но при всем при этом он справедливый. Да, в душе. Обычно это говорит о справедливости решения. Да, это человек, который очень мудр, и он принимает как из своей душевной мудрости, так и из физического, материального. Также число 4 уникально тем, его сакральное значение еще это 4 группы крови. Это число у нас вбито практически также во многих, ну, как одно из кодовых чисел, цифра 4. Вот, 4 группы крови у нас, что тоже не просто так, да, это как бы фундамент, да, один из генетических кодов человеческой жизни, человеческого, одно из творений Бога. Так, что еще по поводу четверки? Ну, скажу, четверка это уже квадрат, это стабильность. Да. А? Да, права. Вот, это такие яры, мужская энергетика. Энергетика. Даже если мы посмотрим по квадрату, да, это именно мужчина. Это и мужчина, это основа, это на котором да, будет строиться астрики. Да, энергетики. Ну, вот так вот, бывает. Смотри, а если люди видят 44, да? Смотри, это как курьер Мгм. из иного мира. Знала ты об этом? Мгм. Вот линии курьер, Нет, աշխարհի։ первый раз слышу. Որտեղ այս Мгм. տիպը կառավարում է, Мгм. կառավարում է Մերկուրիով եւ նրա ստվերային երկորյակով։ Կապը ստեղ Мгм. պատասխանատու է մարդկանց եւ այլ էակների Мгм. միջև հաղորդակցման համար։ Ստեղ ինտուիցիայի հետ անսպասելի պայծառատեսություն կա Мгм. բերի մարդուն, եթե ստիվը տեսնում է եւ ապագայի համար հստակ ինչ որ հա վստահության թիվ է։ Էության հետ կապված հենց ինքը 44 Мгм. թվականից Мгм. տպավորություն են թողնում, թե այս աշխարհից չեն։ Կա այդպիսի բան, այո, 4-ը նաև այդ մասին են խոսում։ Նրանց Мгм. մարմինը կարա լինի այստեղ, բայց գիտակցությունը կարա թափառի տարբեր աշխարհների միջև։ Այսպիսի մարդիկ հակված են բարբերաբար անջատել Мгм. իրականությունից, հա։ Լսել ես այդ մասին, Мгм. հա։ Мгм. Мгм. Это очень интересный Նայ, момент и очень интересный, очень глубокий момент. да, я вот такой человек, у меня душа очень глубоко. Так говорят, да, на армянском. Мгм. Ուրհոքիվն է։ Мгм. Իսկ Мгм. որպես էություն, այսպիսի Ой. մարդիկ տպավորություն են թողնում, անի ջան, հեկատա ջան, թե այս աշխարհից չէ, Мгм. որովհետև նրանք կարողանում են նաև լսել Айо. եթերը եւ կատարել միակ ճիշտ Мгм. ընտրությունը, այնտեղ որտեղ մյուսները մոլորվում են։ Мгм. Որպես զգուշացում, երբեմն ստեղ կապը Мгм. հանդերձյալ աշխարհի հետ կարա լինի այնքան ուժեղ, որ նրանք կարող է սկսեն դուրս ընկնել իրականությունից, Мгм. վտանգավոր է շատ։ Եվ ստեղ սա կարող է հանգեցնի դժբախտ պատահարների Мгм. կամ անհեթեթ իրավիճակների, եթե խոսքի օրինակ նրանք չկարողանան տարբերել զուգահեռ աշխարհը դրսևորվածից։ Ընդհանրապես Мгм. սա ինքը Мгм. աշխատում էլի։ Мгм. Հիմա շարունակենք 5 թիվը, ես հետո կխոսեմ 55-ից։ Мгм. Վերխովնի ժրեցն աչ, Мгм. 5-րդ արկան է։ Пятерка, иерофант, Мгм. верховный жрец. Учитель, Да. папа. А если мы будем рассматривать именно жрец, я чуть-чуть расскажу
жреца и чуть-чуть потом про цифру 5. Да, Мгм. это человек-оператор, он действует чуть-чуть другими способами. Он умеет управлять именно таким образом, что противоположный человек, да, Да, даже не понимает, что им манипулируют. То есть это такой манипулятор не в плохом смысле, просто у него информация идет извне, он умеет как бы править эмоциями, э, душами людей. Вот одним из таких людей, кстати, царь Соломон, царь Давид, он своего авторитета очень легко собирает стол родов и да. управлять ими, внушаем ту информацию, которая и обычно не появляется, что этот человек ими манипулирует, а, и головной мозг ту Не будь информацию, которая козлом, выгодна да, именно как сейчас говорят. довольно-таки Будь сильно святой и все. энергетическое и имеющие в основном разрешение от высших, если их можно так назвать, управлять толпой. Да. Это Да, еще и радикал, кстати. да, Некоторые люди об этом не понимают. вот. Идем, например, от аркана 5 иерофант, да, то пятерка это, который транслирует деньги. Да. Вот. А что ты расскажешь по поводу 55? По поводу 55, это очень тебя удивит. Смотри, 55 թվանշանը երբ տեսնում են, դա կապ Угу. դրա հսկողություն հոգիների վրա։ Իրանք շատ անկանխատեսելի են, հա, ընդհանրապես։ Մարսինգը ինչ ա կրում Յուպիտերը, Угу. Յուպիտեր մոլորակի վիբրացիա, որը պատասխանատու է ինչի Угу. վարժման եւ իշխանության համար։ Առաջնորդության հետ կապ ունի հողեղեն հինգերը բնատուր առաջնորդներ են եւ ղեկավարներ եւ նախագահներ։ Իսկ կրկնակի իշխանություն 2-5-ը, հա, դա գրում է կրկնակի իշխանության բեռը, այսինքն Угу. թե երկրային, թե հոգևոր։ Ոչ միայն Угу. կառավարում ենք մարդկանց, այլև շարունակում է, հա, ինքը երկու անգամ ավել Угу. հասկացար, այստեղ կրկնակի Угу. մասն է խոսքը։ Угу. Հինգերի Угу. այն է հետաքրքիր, որ Угу. իշխում է մարդկանց հոգիների Угу. վրա։ Երկու հինգերի մասին է այստեղ խոսքը։ Հա, այսինքն եթե հինգը ինքը կառավարում է, ստե կրկնակի է ինքը, հասկացար, կառավարում մարդկանց, այսինքն իշխելով նրանց հոգիների վրա։ Պատասխանատվության հետ Հա, կապված այսպիսի մարդը շրջապատի համար բարձրագույն որակների Угу. մատնացում կարա լինի, բավականին հոգևորի մասին եմ ես խոսում, ինչը ծանր բեռ կարա լինի իր համար, հա, իսկ կանայք 55 թվի հետ կապված շատ ուժեղ են Угу. ես կամային, բայց նրանց Угу. կողքին տղամարդիկ հաճախ կարող են դառնալ թույլ եւ անկեն, ինչի պատճառով կինը ստիպված է լինում, հա, այսպիսի տղամարդկանց մշտապես Угу. Իարակել, գիտեիր, Угу. լսել էիր, գիտեիր ես, Չէ, ճիշտ ասած չգիտեի, հետաքրքիր է շատ։ այո, նայ, Չէ, ես լսել եմ, զգուշացում, կարող է հետաքրքիր է։ զգուշացում գա 2-5 թիվը, ասենք քեզ եկել է, պետք է ինքը 55 թիվը, եթե քեզ եկել է, ստե հեշտ է դարձնել մանիպուլյացիայի զոհ, հա, ինքը քեզ զգուշացում է անում, որ քեզ մարիոնետկայի տեղ են դրել կամ ինչ որ մեկը, հա, կամ դու ես Угу. որ մեկին Угу. մարիոնետկա խաղացնում, դա պետք է Угу. չանես։ Քանի որ այսպիսի մարդու ստվերային երկվորյակը
մարմնավորված սնափառությունը, ինչ որ նպատակի համար Հա, կարգի, հա։ Եթե որպես խորհուրդ պետք է զգուշանալ չափազանց շատ գովասանքներից, мгм, շրջապատված, мгм, հա, քննադատաբար տրամադրված մարկանցով, ստե տոնուսը կարևոր է мгм, պահպանելու мгм, համար, հասկացար։ հա, Որ պետք է մի փոքր զգուշ լինել, мгм, հա, որպեսզի հետագայում դա խնդիրներ չբերի, հա։ Ստե շողոքորթության մասին էլ էր գնում զգուշացում։ այո, Կարող է ինչ որ շողոքորթության նպատակներով, հա, ուզենա մարդկանց իր ձեռքի վրա խաղացնի, կամ իրան ուզենան։ Սա զգուշացում է, որպեսզի ինքը мгм, զգույշ լինի, որովհետև ստեղ պետք է շրջապատել քեզ քննադատված եւ տրամադրված մարդկանցով, այլ ոչ թե ով ոնց ուզի խաղա քո հետ։ Դու պետք է զգուշանաս ստեղ։ Հասկացա։ Անցնենք 66, мгм, мгм, վելվեց։ мгм, հա, Հետաքրքիր давай, է, если անակնկալ վեց, քո ну, համար վեց здесь у нас влюбленные, հա, շատ հետաքրքիր է, հա, 6-ը вец, էներգիան։ значит, это влюбленные у нас, аркан влюбленные, несет такое глубокое кармическое значение. Это карма как, ну, не всегда в плохом смысле этого слова, да, как люди обычно привыкли его воспринимать, а карма как положительное Да, получение положительных и отрицательных благ в том числе. Кто что заслужил, тот и получает. Но если мы говорим здесь об аркане влюбленных, мгм, то здесь очень интересно вот объединиться как улучшение свою тень. И полагаю, что вот же этот аркан говорит от каждой твари по паре. Очень часто мы притягиваем именно тех, которых мы сможем попробовать те или иные для того, чтобы пойти на новый уровень с колеса сансары. да. В нашей жизни не появляются просто абсолютно все встречи имеют первопричину. А, а, но в частности именно отношения между супругами есть карту влюблен. Будем брать влюбленных как создавание, разговаривать, то с кем мы общаемся уже во взрослом жизни, да, то есть муж и жена, у них идет друг друга, перенятие качеств друг друга, и таким образом мужчина учится понимать женщину, а женщина учится понимать мужчины. Таким образом душа, в принципе, наша так и так бесполая, да, есть составляющая части души, но в телесном обличии, когда мы приходим, чтобы здесь, на Земле, мы стали в отношении, в тандем отношений между мужчиной И и Жень. женщиной. Я сейчас просто не углубляюсь в исторический смысл это, потому что, в принципе, этой информации достаточно много. Конечно. Просто рассказываю именно духовно-ведьмовскую часть. Вот. Да, конечно же, я Да, тебя в основном, понимаю. говорят, эта карта имеет еще очень много других значений. Да, я понимаю тебя. Это про вибра, это Мы про... сейчас с тобой да, нет, это я просто для наших телезрителей. Мы просто говорим им ту информацию, которую они, не возьмут из обычных. Да, конечно. Вот.
Теперь ты расскажи про Я буду 66. говорить, если люди видят 66, հա, եթե մարդիկ տեսնում են 66 թիվը, կամ ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում 2-6 թվերը, դա զոհաբերական սիրո Мгм. մասին են խոսում, հա, որովհետև կրկնակի Վեներայի մասին ենք խոսում, էության, հա, ի տարբերություն սովորական Վեներայի, նրա երկորյակը գրեթե չունի բացասական կողմեր եւ Мгм. խոսում է մաքուր Мгм. զոհաբերության մասին։ Այսպիսի մարդկանց զոհաբերական Мгм. հոգիներ են, ովքեր միշտ Мгм. պատրաստ են օգնել ուրիշներին, ուրեմն չակնկալելով երախտագիտություն։ Հաճախ կարող են դառնալ փրկարարներ, բժիշկներ կամ հրաշալի ծնողներ, հա, խոսքի օրինակ որդեգրված երեխաների համար։ Իսկ ընդհանրապես որպես իրանց Мгм. ուշացում, ստեղ չափազանց մեծ վստահությունը, հա, իրանց կարող է դարձնի նրանց խաբեբաների զոհ։ Եվ այստեղ նրանց կողքին անհրաժեշտ է ներքին բնազդով եւ քննադատական հայացքով մարդիկ լինեն։ Սա բավականին շատ կարևոր կլինի, որպեսզի իրանք մի փոքր այդ հարցում զգուշանան։ Հասկացաք։ Իրանք պետք է անշահախնդիր օգնեն։ Ընդհանրապես 66-ի օրինակ, հա, Мгм. եթե այստեղ Мгм. տալիս է Мгм. 44, Ай. 55, 66-ը, անհրաժեշտ է կապ հաստատել Մгм. Այո, 44-ը համաձայն եմ քո հետ։ ֆիզիկական աշխարհի հետ մարմնամարզություն, ֆիզիկական վարժություններ, ինչպես մենք ենք ասում դրանց միջոցով, իսկ 55-ի համար պետք է շրջապատված ինքը լինի քննադատ, հա, քննադատաբար տրամադրված մարդկանցով, որպեսզի թույլ չտան այսպիսի մարդուն սնափառությանը հաղթել։ Եվ 66-ը ստեղ անհրաժեշտ է կողքին ունենա ինքը ներքին հոտառությամբ եւ քննադատական հայացքով մարդ։ Դա իր համար ես խորհուրդ կտայի իդեալականը 33-ն է։ Мгм. Мгм. Ցար հիմա հաջորդը 7-ը, Мгм. անցնենք 7-ին։ Կալեսնիցանա կարգնա, չէ, 7-րդ արկան։ Мгм. Мгм. Йота. Тоже божественное число. Իսկ 7-7-ին, Да, կստացի, եթե 7-7 են տեսնում, ստեղ խորհուրդ կտայի колесница, колесница. պաշտպանվել, Одно из божественных чисел, семерка, да. Это есть движение. Ինչ? ասում եմ իսկ 7-7, եթե տեսնում են, ստեղ խորհուրդ կտայի պաշտպանվեն միակ միջոցը չարի հետ Иногда у вас չի вообще не լսվում են։ слышно, прерывается голос. Можете повторить? Ասում եմ, իսկ 77-ը, եթե տեսնում են որպես զգուշացնում, հա, իրանց համար այստեղ պաշտպանվելու միակ միջոցը չարի հետ չխաղալն է եւ մշտապես լույսի եւ հոգեվոր պրակտիկայի կողմ անցնելն է։ Լսվեց։ Եկատ է։ Ալո, Мгм. չես լսում։ Мгм. Լսվում է։ Շարունակի 7-ից ենք խոսում, կարգից։ Мгм. Այո։ Չի լսվում քեզ։ Եկատ է։ Мгм. Да, Լսվում է։ да, да. Ահա։ 7 էներգիայից խոսիր, Да, да, да. մեծ արկան։ Меня не меня вот только Тебя что слышно. слышно, ես քեզ Вот լսում եմ, լսում եմ։ сейчас да. Мгм. Значит, это что у нас? Э, э, с Մեծ կտրտվում է семерка. ձայնը, բայց Это движение, да. այո։ Э, Или сумма. Հա, լսում եմ ես քեզ։
Да, да, դու ինչ ես լսում։ Լսում եմ ես քեզ, լսում։ Պահիտակ կորում է ձայնդ, բայց լսվում հետո А, գալիս։ йота, это энергия, управляю. Карта, которая говорит о личности, которую и держит. Или человек не способен. Սպեսանենք։ Եկատ է։ Ոյ, ձայնդ կտրվավելի։ Меня не Ահա, слышно, да? այ հիմա լսվում է, ասա։ Вот я рассказывала про семерку. Меня не слышно было? Մենակ այդ էներգիայից, որ բռնում է կարգը, բռնել է До կարգ, этого не слышно было? Повторись, да? ասա։ Եկատ է, Ну, это энергия, да, я повторюсь тогда, это энергия, которая говорит о том, что человек высокоорганизованный. կորավ մեր եկատ է։ Սիրելի հետևորդներ, մի քիչ կապի հետ էր խնդիրը, միգուցե հետո ինքը նորից կգա, որտեղ սյուկան կա իրա մոտ։ Համենայն դեպս ես կխոսեմ հիմա ձեզ հետ, հա, 77-ից մինչև ինքը կգա։ 77-ը դա անհասանելի բարձրության մասին է խոսում, եթե դուք տեսնում եք ձեր ճանապարհին։ Կրկնակի Սատուրնն է այստեղ աշխատում, հոգևոր, հզոր եւ բարձրագույն կարգի գիտելիքների հասանության մասին է խոսքը։ 7-ը նաեւ չմոռանանք, որ դա հոգևոր գիտելիքն է։ Զգուշացում որպես կարող է լինի կտրականապես ձեզ կարող է արգելվի եւ ինչ-որ առնչվել սատանայական սիմվոլիկայի կամ մութ ուժերի հետ, նույնիսկ կատակի համար, ինչը կարող է ձեզ հանգեցնել մեծ ողբերգությունների։ Իսկ եթե խոսքի օրինակ տեսնում եք 88-ը, կանխատեսված փոփոխությունների մասին է սա խոսում, 2-8-երը, օրինակ ես տեսել եմ իմ երազում։ Կառավարում է այստեղ Ուրանի կողմից 2-8-ը, սա փոփոխությունների հանդեպ բնատուր սեր եւ կյանքի ռիթմերը զգալու բացառիկ ունակություն ունեցող մարդկանց է գալիս։ Իսկ եթե որպես զգուշացում է ձեզ գալիս, եթե դուք դուրսը տեսնում եք, հա, այստեղ ստվերային կողմին դուք պետք է հաղթեք, այսպիսի մարդիկ կարող են դառնալ գլխացավանք շրջապատի համար ստեղծելով խնդիր հենց այնտեղ, որտեղ դրանք չկան։ Այսինքն, եթե դուք տեսնում եք դուրսը 2-8 թվանշանները, ինչ որ բան եք թերթում, տեսնում եք 8 թվանշանները, ըստ երազի մասին չի խոսքը, դա լրիվ ուրիշ է։ Ուրեմն ձեզ զգուշացնում է, կարող է նաև ձեր շրջապատում լինի, հա, այդպիսի մարդիկ, որոնցից դուք պետք է զգուշանաք։ Իսկ ինչպես պաշտպանվել վտանգներից, հա, 22-ի համար այստեղ անհրաժեշտ կլինի համատեղել ակտիվ սոցիալական կյանքը լուրջ հոգևոր կամ միստիկայի պրակտիկայի հետ։ Թիվ 44-ը, եթե դուք տեսնում եք, պետքա կանոնավոր կերպով կատարեք ֆիզիկական վարժություններ, մարմինը ձեր ամրացնելու եւ ֆիզիկական աշխարհի հետ կապվելու համար։ 2-5 թվանշանների հետ կապված այստեղ պետք է շրջապատված լինեք, քննադատաբար տրամադրված մարդկանցով, ովքեր բացահայտ կասեն թերությունները թույլ չտալով սնափառությանը հաղթել։ Թիվ 66-ը, ովքեր տեսնում են, խաբեություններից խուսափելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ձեր կողքին ունենալ քննադատական հայացքով մարդ, դա ասեցի, հա, իդեալական այստեղ 33 թվանշանը, իսկ 77-ի համար այստեղ միակ միջոցը միշտ լույսի կողմը լինելն է, որովհետև շատերը կարող է մութը ընտրեն եւ հետո կործանվեն եւ հոգեվոր պրակտիկաներով այստեղ զբաղվելն է, հա, ձեզ համար, դրա համար դուք պետքա ուշադիր լինեք։
88-ի հետ կապված, եթե ինչ-որ փոփոխություններ է ձեր կյանքում տեսնում եք, հա, 2 թիվը, կառավարում է սա Ուրանի կողմից փոփոխությունների հանդեպ, այսպիսի մարդիկ բնատուր սեր ունեն եւ միշտ պատրաստ են կյանքի կտրուկ շրջադարձերին, ռադիկալների մասին է խոսքը, որոնցից մեկը ես եմ տեսել եք բոլորդ, հա, ես ռադիկալ ամեն ինչ կարող եմ փոխել, որտեղ այսպիսի մարդիկ իրավիճակի թագավորներն են, հա, եւ այստեղ տիրապետում են իմպրովիզացիայի արվեստին, իսկ եթե տեսնում եք, հա, հենց այնպես, չգիտեմ, արթնացել եք տեսնում եք, անընդհատ տեսնում եք այդ թիվը, ստվերային կողմը ստեղ կարող է հաղթի, այսպիսի մարդիկ կարող են սկսել խնդիրներ ստեղծել հենց այնտեղ, որտեղ ամեն ինչ հարթ է, այսինքն դուք կարող եք ամեն ինչ ավելի ճոխացնել, հա, այն ինչ իրականում չկա, նայեք, ինչն է հետաքրքիր այստեղ, որ դուք պետք է դա հասկանաք, հա, եւ ես ասեցի 88 դա Ուրանն է, Ուրանի հետ կապված բավականին շատ են հարցերը, հա, եւ Ուրանը ինքը, Ուրան մոլորակը շատ լավ փոփոխություններ կարող է մարդու կյանքում բերել, նայած մարդ թե ինչով կարող է զբաղվել, օրինակ Ուրանի հետ կապված ես սովորեցի պայթացրին, պայթացրին, այն ինչ-որ խնդիր է եղել իրենց մոտ Մոսկվայում, դրա համար էլ կապից կորել է, չեմ կարող, այդ ում է եղել, մի րոպե, Տրամպին, չհասկացա, լավ հետո կդիտենք, սիրելի հետևորդներ, դա մեր Էկատան է, չի կարողանում կապվել, ամենայն դեպս ես այդ մասին իրան կտեղեկացնեմ, որովհետև չի կարողանում մեզ հետ կապվել, նայեք, 88-ի հետ կապված, եթե դուք տեսնում եք, սրանք իմպրովիզացիաների վարպետներն են և նախապես զգում են կյանքի կտրուկ շրջադարձերը հեռավորության վրա, այսպիսի մարդիկ պետք է հաղթեն իրանց ստվերը, որովհետև եթե դուք չհաղթահարեցիք ձեր ստվերը, կարող եք դառնալ քաոսի աղբյուր ձեր շրջապատի համար, նաև կարող եք, եթե դուք չհաղթահարեցիք ձեր ստվերը, կարող եք դիտավորյալ խնդիրներ ստեղծել, կոտրել մարդկանց սրտերը, պետք է մի քիչ զգույշ լինեք, սա նաև սիրո մեջ, որպես խորհուրդ ես ձեզ խորհուրդ կտայի խստորեն հետևել տիեզերական օրենքներին, կանոններին, աշխատանքային օրենսգրին, օրենսգրքին, ներողություն, օրենքին և պահել, եթե մարդկանց ինչ-որ խորհուրդներ եք տալիս, այդ խորհուրդները պահեք և պատասխանատու լինեք ընդհանրապես ձեր կյանքում, այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը, սիրելիներս, երեկոյան էլի է լինելու այսպիսի լավ աշխատանք իմ նախկին նաստավնիկի հետ, Գայանե Պողոսյանի հետ, վայելեք այսօր այս աշխատանքը, որովհետև բավականին ինքը շատ հարուստ էր, շատ մեծ ինֆորմացիաներով, որի մասին դուք երբեք չեք լսել, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ իմ լավ եղեք, ցտեսություն, մեր չի կարողանում կապվել, բայց ոչինչ, ցտեսություն